Պարզ էր, որ Ընկեր Արաքելյանը չի շարունակելու, ակումբը մտածեց իմ մասին ու ես էլ ճիշտն ասած մտածում եի, որ այս պահին ճիշտ կայլ կլներ, որ ինքնուրույն գլխավոր մարզիչ ճանապարհով սկսեմ, ինքնուրույն որոշումներ կայացնեմ, գիտեք, որ սեզոնի սկիզբը Դիմիտրի Գունկոյի հետ էր սկսել, մի շաբաթ հետո գլխավոր մարզիչը փոխվեց Ռոբերտ Արզումանյանը, որ եկավ, երկուսից հետ շատ լավ աշխատել եմ, իհարկե Գունկոյի շուտվանից է ճանաչում, Արզումանյանի մասին խոսք չկա, բոլորը գիտեք ինչ հարաբերությունի մեջ եմ, ու շատ լավ աշխատել ենք ու եկել այդ ժամանակը, որ ինչպես ասել եմ, որ ինքնուրույն կարողանամ իմ մարզչական կարիերան սկսեմ։ Երկրորդ թիմը շատ ջահել է այս տարին, իմ կարծիքով Հայաստանի ամենաջահել Պերվիլիգան մերն առնելու, իսկ իմ անցած ճանապարհով ինչպես ֆուտբոլիստ փորձել եմ իրանց կողք լինեմ, իրանց օգնեմ, որովհետև ֆուտբոլիստ ելնելը 2-3 ժամով պարապելով չի, ֆուտբոլիստը այդ կյանքն է, որը որ այդ մնացած 21 ժամը ինչ ես անում ֆուտբոլիստ դառնալու համար, ու իմ կարծիքով կարամ իրանց օգնեմ այդ ճանապարհին։ Երկրորդ թիմի նպատակը միշտ պետք է լինի իմ համար, որ խաղացողը պատրաստի առաջի թիմի համար։ Կապը պետք է ապահովենք ակադեմիայից մինչև առաջի թիմը, ու եթե մենք այսօր սկսում ենք պարապելուց, իրանք X կետում են, իմ համար նպատակն է, որ սեզոնի վերջը ամեն մեկը ավելի լավ ֆուտբոլիստ պետք է լինի, այսինքն այդ աճը պետք է լինի համ անհատական, համ թիմային մակարդակով։